Պարոն Աբրամյան, եթե էլի հարց ունեք տվեք, բայց ինչ եմ ուզում ասեմ։ Մի փոքր ռեպլիկ ձեր ասացից, երբ որ ձրի էր, էլի չեկան։ Հիմա ասում եմ փողով տիգան։ Այստեղ խնդիր կա։ Ձրի առաջարկել են, կամնիստիա եկեք։ Օգտվել են շատ փոքր թիվ։ Հիմա այստեղ գումարի մոգական ուժը այս պահին պետք է գիտակցենք, կա թե չկա, խնդրեմ։ Բնականաբար ստեղ մենակ գումարի խնդիր չի, նաև այն մթնոլորտի վիճակը, երկրում առկա իրավիճակը, բազմաթիվ գործոններ կան, որոնք այսօր ազդում են զինված ուժերում ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայության նկատմամբ գրավչությանը, այսօր մեր երկրում բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայության գրավչության վրա, այլ առհասարակ զինվորական մասնագիտության ընտրության մասով, ընդ որում մեկ ամսվա ծառայության հետ կապված երբ որ մենք ասում ենք, Վայ Մարկարյան, դուրս եկեք։ Դուրս եկեք դրսում պարզեք, բան չունեմ։ Դուրս եկեք դրսում պարզեք մեր աշխատանքը, որ չդադարի, խնդրեմ։ Չէ, խնդրում եմ ծառայության աշխատակիցը ձեզ երևի բան ունի ասելու, խնդրում եմ այնտեղ։ Ես խնդրում եմ ճշտեք ներս եկեք։ Չէ, բայց խնդրում եմ դուրս եկեք, վերջնական ճշտեք եկեք։ Եթե ճշտելու բան կա, խնդրեմ։ Բայ խնդրեմ ես ասում եմ ճշտեք, հետո կորոշեն, եթե խոչընդոտ չկա, հետ կգաք ինչ պրոբլեմ։ Բան չասեցի, բայց այստեղ ուրեմն ինչ որ խնդիր կա, որ եկել են, ձեզ խնդրում են, որպեսզի դուրս գաք։ Անկոչյան, Վայ Մակարյանն է, որպես լրագրող ցանկանում էր հանձնաժողովի նիստի մասնակցել։ Բան չասեցի, որևէ լրագրողի սահմանափակում կա։ Աշխատակազմի ղեկավարն ասում է Վայրեն Իվարկե, իրավունք կներեք։ ազգային ժողովի տարածքում։ Պահպանության ծառայության աշխատակիցը խնդիր է տեսել երևի եւ Վայ Մակարյանն ուզում է բացատրել։ Բայց հիմա ես չեմ ուզում լրատվական կառույցների մեր աշխատանքի բանավեճի կներես։ Բան վերացենք, պարոն Մակարյան, խնդրում եմ ճշտեք։ Ես հիմա նիստը չեմ կարող դադարեցնեմ, փակեմ նիստը, ինչ անեմ։ Հարգելի լրագրողներ, հասկացեք, որ աշխատանքի անխափան գործունեության համար նաև պետք է պարոն Մակարյանը ճշտի ինչ խնդիր է։ Ահա, տեսակ, որ նա ավելի հետաքրքիր էր, ինտրիգա, խնդրեմ պարոն Մակարյան, եթե լրագրողներ բան չասեցի, տիկին համեցեք, խնդրեմ ձեր հարցեր արագ պարզեք, մենք աշխատենք։ Ահա, տեսակ, որ նա ավելի հետաքրքիր էր, ինտրիգա, խնդրեմ պարոն Մակարյան, եթե լրագրողներ բան չասեցի, տիկին համեցեք, խնդրեմ ձեր հարցեր արագ պարզեք, մենք աշխատենք։ Մի րոպե, երեխեք, դից պրոստը նկարելով չէ, պիտի թողանանք։ Եթե չեմ մենք քեզ դուրս ենք Ազգեն ես մոտավոր տեղակ եմ ինչի մասն է, ինձ փոխանցեցին։ Ես փորձեցի նաև խոսել աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը չպատասխանեց իմ զանգերին, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնակարգ օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել այստեղ հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտուղարկած Այդ մասով ինչ է, դիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտե ուզում եք դիմենք։ Հիմա դուրս են գալ։ Ձեզ հրահանգել են։ Մենք դուրս ենք գալ։ Ոչոքի հարցերին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրողներ, ոչոք ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրա նամակայանում։ Հիմա դուրս են գալի։ Եթե չէ, մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անելու։ Դուրս ենք հրավիրել։ Մենք պատգամավորների նման ձեռքից բռնելով կանենք։ Հարց մի տվեք ինձ։ Հարց մի տվեք։ Հարցեր ունեք, դիմեք աշխատակազմի Չէ, ես դիմել եմ, չեմ պատասխանել։ Այդ ձեր խնդիրը։ Հիմա դուրս են գործընկերոջը դուրս են գալիս։ Դուք դուրս հրավիրեք, դուրս են գալիս։ Այո, թույլ չենք տալիս։ Պատգամավորի Այ